շեշտադրում անել, որով իմ կարծիքով լուծում է ամբողջ այս մեղադրանքները, որոնք իրենցածիկ ունեն։ Նախ սկսենք պաշտոնական դիրքի չարաշահմանը եւ դա սանջատենք, սկսենք արժույթի դրվագից։ Եթե մենք հանում ենք օրենքի ձևակերպումները եւ փորձում ենք հասկանալ ինչու՞ն է կայանում արժույթի կայացման մեջ, իմ ենթադրյալ պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքը։ Ստացվում է, որ միակ պատճառը, որը հիմնավորում է հարկաժան մեղադրողը իբր պաշտոնական դիրքի չարաշահում, դա այն է, որ արդյունքում արժույթի հաղթող է ճանաչվել Շահեն Շահինյանը, ով փոխկապակցված է իմ ամուսնու Աբջիշտանի մարդու ընտանիքի հետ, ում հետ ես գտնում եմ հաստատի ամուսնական հարաբերությունների մեջ։ Եվ որովհետև աճուրդի անցկացման գործընթացում, որևէ ընթացակարգային օրենքով սահմանված խախտում չի եղել։ Աճուրդը սահմանված կարգով համայնքի ղեկավարը առաջարկել է ավականին է կայացրել որոշումը աճուրդի հանելու, ինչպես պահանջում է օրենքը, աճուրդի գիզն դարձյալ որոշել է ավականին համայնքի ղեկավարի առաջարկությամբ, սահմանվել է 200%, այստեղ ես ցանկանում եմ նշել, որ կարող է լինել օրենքը թույլ է տալիս կադաստրային արժեքի 100%-ի չափով օտարել եւ նաեւ մի փոքր ավելի երկար ասեմ, եթե ես որպես համայնքի ղեկավար որևէ անձնական շահագրգռվածություն ունենալ աճուրդի օտարման, այս հողամասի օտարման մեջ, այն հանգիստ կարող է օտարվել 100%-ով, հետո ես եթե կարողանայի միջամտել աճուրդի իրականացման գործընթացին եւ իրականում կողմից ներգրաված անձանց միջոցով այն անցկացնել, ես այնպես կանեի աճուրդը չէր կայանա, հաջորդ նիստին դրա գինը կնվազեր, ինչպես օրենքն է թույլ տալիս, այսինքն որևէ նման բան, ինչը համայնքի ղեկավարը հանգիստ կարող է անել օրենքով սահմանված կարգով կամ օրենքի շրջանակներում խնդիր չունենալով չի արվել։ Հողամասը ներկայացվել է 200%-ով, համայնքի հավաքանու առաջարկվել է 200%-ով օտարել եւ համայնքի հավաքանին տվել է համաձայնություն։ Ես ցանկանում եմ այստեղ նշել, երբ գործում դա կա անգամ նախաձեռնության փուլում ներգրաված փորձագետը, չնայած այնտեղ լուրջ խնդիրներ կային, որոնց հետ մենք համաձայն չենք, բայց անգամ փորձագետը նշել է, որ աճուրդի անցկացման գործընթացում որևէ խախտում տեղի չի ունեցել։ Այսինքն ստացվում է, եթե մենք այս ամբողջը հանում ենք արանքից, ստացվում է, որ միակ փաստարկը այն է, որ հաղթող է ճանաչվել Շահեն Շահինյանը, ով իբր փոխկապակցված է ինձ հետ եւ իմ ընտանիքի հետ։ Այս միակ անկյունակարը, որի վրա կառուցվում է մեղադրանքը, բլուսվում է այն պարզ պատճառով, որ աճուրդի կայացման ժամանակ ես Արամայիս Միրզոյանի հետ ամուսնական հարաբերություններ չեմ գտնվել, մենք ամուսնացել ենք աճուրդից 8 ամիս անց եւ մեղադրողի տրամաբանությամբ, եթե ես գնայի մի ընտանիք, որին իմ քաղաքապետության տարիների 3 հատ հող էի օտարել, ուրեմն 3 թվակով պետք է մեղադրանք առաջադրվի, որովհետեւ աճուրդի անցկացման պահին ես ոչ Արամայիս Միրզոյանի, ոչ Աշոտ Միրզոյանի հետ ընտանեկան հարաբերություններին չեմ գտնվել։ Շահեն Շահինյանին ճանաչել եմ, որովհետեւ տարբեր գործերով եկել է քաղաքապետարան, որովհետեւ հարևան համայնքի քաղաքապետարան պայմանագրի խմբակցության ավականու անդամ է եւ այդպես։ Ես նորից եմ ցանկանում նշել, որ մեր փաստացի ամուսնությունը տեղի ունեցել աճուրդից 8 ամիս անց։ Ես այստեղ նաև ցանկանում շեշտադրում անել, դա կարևոր է փողերի լվացման դրվագի իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտանիք համարվում է քաղաքացիական կազմության ակտերի ֆինանսման մատյանով ֆինանսված ընտանիքը, իսկ ես Արամայիս Միրզոյանի հետ գտնվում եմ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Այսինքն այդ փողերի լվացման մեջ, որ ասում է այդ գույքը դարձել եմ իմը, դարձրել է իրեն համայնքապետյանը գազբան, որովհետև այս գույքը իմը չէ եւ օրենսդրության տեսանկյունից իմը չէր կարող լինել, ինչ էլ որ լինի, որովհետև ես օրենքով սահմանված կարգով ամուսնացած չեմ Արամայիս Միրզոյանի հետ եւ այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք ստեյության չունեմ։ Հետո փողերի լվացման աճուրդի հետ կապված կարծես թե դա է այն կարևոր մի քանի շեշտադրումը, որ ցանկանում էի անել։ Մյուս կարևոր հանգամանքը, որի վրա ցանկանում եմ շեշտադրում կատարել, ընդ որում սա սպառիչ չէ, մենք գործի ընթացքում քննության բազմաթիվ առիթներ կունենան կանցելու, բայց փողերի լվացման դրվագը ինձ համար առհասարական հասկանալի է։ Նախ սա կապվում է անխզորեն կապված է օտարման հետ, այսինքն եթե ապացուցվի, իսկ ես ուզում եմ հավատալ, որ դա ապացուցվել է, որտեղ դա է ճշմարտությունը, որ աճուրդի իրականացման հողի օտարման գործընթացում որևէ խնդիր չի եղել, այսինքն արդեն այս գույքը չի լինում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք։ Բայց անցնենք մյուս հատվածին, իբր իմ օբյեկտիվ կողմից փողերի լվացման, Դիանա Գասպարյանը շրջանցում է մնացած երկար բառերը,
Շահենյանի անվան հողամասը գրանցվել, ապա ձևական առողջարքի պայմանագրերի կնքմամբ հացավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույքի իրական բնույթը ծագման աղբյուրը տնօրինման եղանակ իրավունքների մարտակացնել թաքցրել եւ խեղաթյուրել, վերջնական հողամասը դարձնելով իմը եւ իր ընտանիքի սեփականությունը։ Այստեղ տպավորությունն է, թե ես կամ կադաստրի պետական կոմիտեն եմ կամ նոտար եմ, որ գրանցել եմ այդ հողամասի իմ անունով, կամ ձևական առողջարքի պայմանագրեր։ Իմ առնչությունը այս հողամասին ավարտվել է այն ժամանակ, երբ այն օտարվել է։ Դրանից հետո ես որպես համայնքի ղեկավար որևէ ձևով այն գրանցելու, հետո ինչ-որ առողջարքներ դրա հետ իրականացնել լիազորություն չեմ ունեցել, որովհետև այն արդեն պատկանել է մասնագիտացի եւ հետեւաբար անհասկանալի է ձևակերպումը։ Մի բան պատկերացնենք, որ տրամաբանությունն այն է, որ ոչ ես անգամ եմ գրանցել կամ իրականացել առողջարքի պայմանագրերը, այլ իմ կողմից ներգրաված անձինք են դա արել։ Պատվարժան դատարան, դուք իհարկե ունեք գործի նյութերը ձեր աշխատասենյակում, բայց դրանց ուսումնասիրությունից կտեսնենք, որ քրեական գործում բացակայում է երբ մեկ փաստար, երբ մեկ ապացույց, երբ մեկ վկայություն կամ ցուցմունք, որը ցույց կտա, որ ես որևէ ձևով առնչվել եմ Շահեն Շահենյանին կամ Սամվել Բադալյանին այդ գործընթացների կամ գործարքների կատարման ժամանակ կամ որևէ ձև նրանց ցուցում եմ տվել կամ որևէ ձև միջամտել եմ այդ գործընթացին։ Հետևաբար մեղադրողի կողմից ներկայացված ներսագրված արարքում օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն բացակայում է։ Ես ընդհանրապես չեմ առնչվել այս հողամասի հետ կատարված հետագա գործողությունները։ Ես միայն հետագայում եմ իմացել, որ ոմն Սամվել Բադալյան դա օտարել է այն ժամանակ արդեն ես եկել, այո, ամուսնացել էի Արամ Հայրապետյանի հետ եւ գտնվում էի նրա ընտանիքում եւ եթե Շահեն Շահենյանի ես գոնե ճանաչում եմ, ինչպես ասեցի մի քիչ առաջ, Սամվել Բադալյան ես առհասարակ այստեղ առաջին անգամ եմ տեսել, այսինքն ես չէի կարող նրա միջոցով որևէ բան կազմակերպել, եւ ես նրան չեմ ճանաչում եւ երբ քրեական գործում բացակայում է որևէ ցուցմունք այն մասին, որ ես որևէ ձևով կազմակերպել եմ գործարքների կնքում, գրանցում եւ այլն։ Բացի այդ, ես կարևոր շեշտադրում եմ անել, դուք դարձյալ դա կտեսնեք քրեական գործում, ես դրա հետ ծանոթանալու փուլում եմ դա տեսել, չնայած դա հիշում էի, Սամվել Բադալյան, որտեղ ես հիշում եմ, որ տվյալ թաղամասի վրա, տվյալ հողատարածքի վրա, որը օտարվել էր աճուրդով, բերվել էր բարձրահարկ շենքի կառուցման էսքիզ, ես դա տեսել եմ, էսքիզը ներկայացվել էր, ցավոք սրտի չի մուտքագրվել համայնքապետարանը, ներկայացվել է աշխատանքային կարգով, քաղաքաշինության ոլորտը համակարգով իմ տեղակալին, որում երկու անգամ, այսինքն Սամվել Բադալյանը առնվազն երկու անգամ քաղաքապետարան այդ հողամասի վրա բարձրահարկ շենք կառուցելու էսքիզով է ներկայացրել։ Ես համայնքի շահից ելնելով, որովհետև այդ թաղամասի գեղագիտական ամբողջությունը կխաթարեր բարձրահարկ շենքը, դրա թույլտվությունը աշխատանքային կարգով չեմ տվել, առաջարկել եմ գումար չծախսել, էսքիզներ չանել, չբերել, որովհետև թույլտվություն քաղաքի շահից ելնելով այդտեղ չէի կարող տալ բարձրահարկի։ Այսինքն, եթե Սամվել Բադալյանը պարզապես ձևական ներգրաված մարդ է եղել, այդ շղթան էստեղ է կոտրվում, որտեղ Սամվել Բադալյանը իր ցուցմունքում էլ է նշել, ես էլ դա գիտեմ եւ իմ տեղակալն էլ հուսով եմ, երբ որ դատարան ցուցմունք տալու կնշի, Սամվել Բադալյանը այդ հողատարածքի հետ պլաններ է ունեցել, պարզապես հետագայում արդեն չստանալով թույլտվություն որոշել է այն նորից օտարել, այսինքն այն հաստատքը, որ թե Շահեն Շահենյանը, թե Սամվել Բադալյանը փողը լվանալու համար են ներգրավել, դարձյալ անհիմն է եւ փլուզվում է։ Ես շատ բան կարող եմ ներկայացնել, բայց նաեւ ցանկանում եմ վերջում ավարտել նրանով, որ եթե մի ժամանակ գոնե ես մեղադրանք առաջադրվեց, իսկ այդ մեղադրանք առաջադրվեց 2025 թվականի հունիսին այն բանի համար, որ ես իբր հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների տակ գտնվող հողամաս եմ օտարել, ես ասեմ, որ դրանք կանաչ պուրակներ, տարածքներ, անօտարելի հողամասեր են։ Այդտեղ գոնե կարող է լինել դրամաբանություն, որ ես արդեն օտարման պահին, արդեն աճուրդի հանելով հողատարածքը, պաշտոնական դիրք եմ չհրաժարել, որովհետև աճուրդի եմ հանել մի հողատարածք, որը օտարելի չէ։ Բայց իր փաստաբանական թիմի հետ մենք կարողացանք մարմին այնպիսի փաստեր ներկայացնել, որոնք հիմնավորեցին, որ հողամասը չի գտնվել 60 հոդվածի սահմանափակումների ներքո։ Բայց չգիտես ինչի այդ մեղադրանքը ոչ թե հանվեց, այլ իմ արարքը վերաձևակերպվեց, անհասկանալի մի բան, ես այդպես չեմ հասկանում, վերջինչով եմ ես պաշտոնական դիրք չհրաժարել, հողամասը աճուրդի հանելով։ Ենթադրում եմ ինչ-որ կեղծ աճուրդ, տես մի բան այն ցանիքում, բայց կեղծ աճուրդ ոչ ձևակերպումն է բացված ինչու ներկայանում, եթե ինչպես ես նշեցի, որևէ ընդհանրական խախտում չի եղել։ Ես նաև ցանկանում եմ այստեղ նշել, որ համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ են հարցաքննվել,
նախագծության մարմինը երկար տարիներ ժամանակ է ունեցել այս ամենը քննելու։ Եթե գտնվել գետ-մեկ անձ, ով ցանկություն հայտ ունենար մասնակցելու դրան, եկած լիներ քաղաքապետարին, ինչ-որ ձև խոչընդոտած լինեն, եթե որևէ մեկը հայտարարած լիներ, որևէ վկայ, ես անձնական շահագրգռվածություն եմ ցույց տվել աճուրդի երգի մեջ, դրա մենք անպայման այդ ցուցմունքը կունենանք։ Բայց դու ցուցմունքների ապացույցների ուսումնասիրությունից եւ մենք դա տանում ենք բոլոր վկաների լսելու հնարավորություն կունենանք, որևէ մեկը չի ասել, որ ես աճուրդի անցկացման փուլում միջամտել եմ կամ դեռ անցկացումը միջև պատմվածա խնդրել եմ ինձ տեղեկացնել եւ այլ մասնակիցներ լինեն, չկա որևէ ցուցմունք։ Բայց ինքն մեղադրողը երբ պնդում է, որ միակ հաղթող ճանաչել է Շահեր Շահինյանը, դա օրենքի պահանջ է, ոչ թե իմ մահաճույքը կամ իմ կողմից պաշտոնական դիրքի չարաշահում, որտեղ միակ մասնակից եղել է Շահեր Շահինյանը, բոլոր ընթացակարգերը պահպանվել են։ Երևի թե այսքանը ընդլայնման մասով էլ այստեղ պարզապես մի փոքր ակնարկանեմ եւ ավարտենք, որովհետեւ շատ խոսեցինք վերաբերում է ընդլայնմանը, ապա պաշտոնական դիրքի չարաշահման հանցակազմը ոչ թե նյութական, ձևական, այլ նյութական հանցակազմ է, այսինքն դրա հանցագործության ավարտված լինելու համար առնվազն անհրաժեշտ է դրա հետևանքի առկայությունը կամ իմ ցանկությունը վնաս պատճառելու։ Ես ցանկանում նշել այստեղ, որ գործում առկա է պարտավորագիր, որ թողել է Շահեր Շահինյանը, որ այդ օտարումից հետո պետք է թաղամասը ամբողջությամբ այնտեղ ճանապարհներ կային, ասֆալտապատվեն, լուսավորվեն եւ որ ամենակարևորն է մայքին շատ մոտ արդեն այն 0.9 հեկտար հողամասի վրա գտնվող շատ մոտ տեղակայված էլեկտրակայանը, որը կարող է նաև վտանգավոր լինել այն երեխաների համար, ովքեր մարզադպրոցն անընդհատ հաճախում, կառուցապատողի հաշվին, այսինքն իր հաշվին տեղափոխվելու ընդլայնված հողատարածք եւ մի քանի հանգամանք հաշվանելով եւ առնվազն հավատացած լինելով, որ համայնքի շահի համար սա ավելի լավ տարբերակ է կամ ընդունելի տարբերակ է համայնքի շահի տեսանկյունից, բացի այդ, ինչպես նշեցիք, գեղագիտական տեսանկյունից, որպեսզի մեկ միասնական թաղամասի տեսք ստանանք, այլ ոչ թե առանձին կառուցված տների, օտարվել է նաև այդ փոքր հողատարածքը, նորից եմ ասում, համայնքին առնվազն վնաս պատճառի դիտավորություն չի եղել, այդ պարտավորագրով սահմանված։ Եթե հանկարծ դա խախտվեր, համայնքի ղեկավարը կարող է շնորհիվություն չտալ, այսինքն գործիք ես ունեի ղեկավարելու պարտավորագիրը կկատարվի, թե չի կատարվի։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ, բայց ուզում եմ նշել, որ սա սպառիչ ցանց չէ, պարզապես այն կարևոր մի քանի աչք ծակող եւ ականջ ծակող ձևակերպումներ են, որոնց ցանկանում էի անդրադառնալ։